Մարտի 13-ին ժամը 21-ի սահմաններում Սարի թաղում տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկրտուքի հետևանքով 16-ամյա պատանին կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացած կտրած ծակած թափանցող վնասվածքի պատճառով մահացել է, իսկ 5 այլ անձիկ էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ արգրավել են տարբեր իրեր, գլխարկ, կոշիկ, արժանանման հետքեր։ Արգրավել են նաեւ տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, նշանակվել դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ։ Հանցագործությունը բացահայտելու համար մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, դերակատարության աստիճանը, վիճաբանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։ Ի վերջո, նախաքննության ընթացքում պարզվել են ողբերգական դեպքի հետ կապված մի շարք հանգամանքներ։ Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, կենցաղային բնույթի չնչին առիթ, որը վերաճել է լուրջ ծեծկրտուքի, ինչին մասնակցել են նաև Սարի թաղի չափահաս բնակիչներ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ի թիվս այլ անձանց նշված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Սարի թաղի բնակիչներ Պետրոսյան եղբայրները 24-25 տարեկան։ Ծեծկրտուքի ժամանակ կրծեր եղբայրը նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է երկու անչափահասի, Բարսեղյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ երկրորդ անչափահասի կյանքը բժշկական կենտրոնում պատշաճ ցուցաբերված բժշկական օգնության արդյունքում հաջողվել է փրկել։ Քննությամբ պարզվել են նաև եղբայրներից երկրորդի գործողությունների շրջանակը։ Նա կտրող ծակող առարկայով հարվածել է մեկ այլ անչափահասի կրծքավանդակի հատվածին, ևս երկուսին պատճառել միջին ծանրության վնասվածք։ Մարտի 17-ին Պետրոսյան եղբայրների մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կրծեր եղբորը մեղադրանք է առաջադրվել 2 կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, ավագ եղբորը մեկ անձի նկատմամբ սպանության փորձի, ևս 2 անչափահասի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Վարույթն իրականացնող մարմինը մարմնական վնասվածքները հայտնաբերել նաև Պետրոսյան եղբայրների վրա։ Նրանք հայտարարել են, որ նշված վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկվելու հետևանքով։ Քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ նրանց վրա հայտնաբերված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը, բնույթը, վաղեմությունը պարզելու համար։ Շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական միջոցառումներ մասնակիցների շրջանակը պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Ծանուցում Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։